արտադրված, այսինքն տրված են լիցենզիաները, գտնվում են կառուցման փուլում, բայց արևայինի մասով մի քիչ հետո կանդրադառնա, մենք լուրջ խնդիրներ ունենք այս պահին, որ պետք է գնանք նոր լուծումների, որովհետև մի բան է, երբ որ երկիրը, մեր նման երկիրը 3 տարի առաջ ուներ 50 մեգավատ արևային իրացված բան, պոտենցիալ, եւ մի բան է, երբ որ այսօր արդեն մենք ունենք 450 մեգավատ տանիքներին տեղադրված արև եւ 300 մեգավատ արտադրող կայաններ ունենք ու հետեւից էլ մեծ ծավալով գալիս են այն մյուս արևային կայանները, որովհետեւ գիտեք էլեկտրաէներգիան բարեբախտաբար թե դժբախտաբար այդ բնավորություն ունի, ինչ արագությամբ արտադրվում է, այդ արագությամբ պետք է սպառվի, չնայած այդ ուղղությամբ արդեն բանը փոխվում է, գիտությունը զարգացել է, այդ կուտակիչ ակումուլյացիոն կայանների բանը լուծված է տեխնիկապես, պարզապես այդտեղ սակագնի եւ բանի հարցն է, թե ինչքան մատչելի կդառնա ներդրողների համար, որ այդ տեխնոլոգիաները օգտագործեն։ Քամու քարտեզները արվում են, թիվ չեմ կարող ասել այս պահին, պարզապես քամու հողմային էլեկտրակայաններ մեր երկրում զարկ չի տրվում, էլի առաջին հերթին լոգիստիկայի հետ կապված խնդիրներն են եւ երկրորդը ստացվող սակագինը բավական բարձր է ստացվում առայժմ, որ մեզ մոտ պարզապես մրցունակ չի կարող լինել։ Այդ իմաստով իսկ ավելի ընդհանրացնելով ձեր հարցի պատասխանը եւս մեկ անգամ վստահ եմ ներկաների մեծ մասը այդ մասին գիտի, մենք տեղակայված հզորությունների դեֆիցիտ չունենք, պատմականորեն չունենք, թե Սովետ միությունից եկած եւ թե վերջին 30 տարիներին կառուցված, պարզապես էներգետիկայում այլ խնդիրներ ունենք, եղած հզորությունները արտահանելու, այլ երկրներում վաճառելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու այդ խնդիրները ունենք, ինչի հետևից գնում ենք հիմա։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան։ Կարող ենք մենք վստահ հայտնել մեր քաղաքացիներին, որ մենք էներգիայի իմաստով ինքնաբավ հանրապետություն ենք։ Ուղիղ հարցին հետևյալ կերպ կարելի է պատասխանել, մենք տեղակայված հզորությունների մասով ինքնաբավ ենք, բայց քանի որ մեր այս պահի դրությամբ դեռ 60% արտադրված էլեկտրաէներգիան արտադրվում է երկրում դեռևս ներկրվող գազային վառելիքի միջոցով, իսկ այն մյուս 30%-ը միջուկային վառելիքի միջոցով, հա, այդ իմաստով ռիսկեր կան։ Արևային կայանների վերականգնող էներգետիկայի զարգացումը այդ իմաստով շատ լավ է եւ բերում է արդեն այդ կախվածության փոքրացման, բայց եթե չունենանք ներկրվող գազային վառելիքի ֆորս մաժորային իրավիճակներ, չունենանք գնային տատանումներ անսպասելի եւ կտրուկ, ապա այս վիճակը ինչ որ ունենք, մենք կայուն վիճակ է։ Շնորհակալություն։ Այլ հարցեր, խնդրեմ պարզությունը։ Պարոն Մեսրոպյան, խնդրում եմ անդրադառնալ խնդիրներին, որ ասում եք առաջանում են եւ ապագայում կգան, կարծում եմ դրանք ներտնային տներին տեղադրված արևային կայաններից ավելցուկի սպառմանն է վերաբերվում, ենթադրում եմ, որը որ խնդիրներ իմ ենթադրությամբ պետք է առաջանա։ Ուրեմն արևային խնդիրները, արգելի գործընկերներ, ես ուզում եմ հետեւյալ երկու հատվածի բաժանեմ, սեփական կարիքների համար տանիքներին տեղադրված արևները մի այլ տեսակի խնդիր են առաջացնում, էլեկտրոկայանները, որոնք որ ի սկզբանե ստեղծվել են եւ որպես բիզնես արտադրում են եւ վաճառում են, մի քիչ նրանց առաջացրած խնդիրները տարբեր են, բայց երկուսն էլ ինչ որ կետի գալիս միանում են, նույնանում են այդ խնդիրները։ Հիմի 450 մեգավատ, իհարկե թիվը տպավորիչ է եւ ուրախացնող է, բայց տանիքներին տեղադրված արևների առաջացրած համար մեկ խնդիրը դա հետեւյալն է, որ արևային ժամերին առավոտը ժամը 9-ից մինչև 17:00 հատկապես պայծառ արևաշող եղանակներին այդ բնակիչները կամ այդ բաժանորդները, ովքեր որ իրենց տանիքներին արև ունեն, իրենք չեն մասնակցում հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի պահանջարկին։ Այսինքն այդ 450 մեգավատի չափով իրենք ուղղակի ոչ թե էլեկտրաէներգիային պահանջարկն է պակասում, էլի ոչ թե սպառումն է պահպան։ Այդ մարդիկ ինքնաբավ են, այդ ժամին իրենց արևներով օգտվում են ու սպառման գրաֆիկը այդ ժամերին ցենց ռեսկի իջնում է։
այդ ժամանակ համակարգային խնդիր է առաջանում։ Այդ ժամանակ, քանի որ արևի տեխնոլոգիան ցավոք սրտի դեռ այնպիսին է ի տարբերություն մյուս կայանների, հա, որտեղ ջերմայինում, հիդրոյում, ատոմակայանում կարող ես հրահանգ տալ կարգավարին, ասել բեռնաթափի կամ բեռ վերցրա, այստեղ չես կարող, Աստծո տված արևն է, կա, չկա, հա։ Ու այդ իմաստով մենք ստիպված ենք լինում, քանի որ արևները չենք կարողանում այդ իմաստով կարգավարել, ստիպված ենք լինում մյուս կայանները բեռնաթափել։ Եվ մյուս կայանների բեռնաթափումը ինչով է խնդիր։ Նախ մյուս այ ջերմային կայանները ընդհուպ մինչև ատոմակայանը մենք այս տարի արդեն այդ ձև պատկեր ունենք, որովհետև տեխ մինիմում տեխնիկական մինիմում հասկացողություն գոյություն ունի թե ջերմային կայանների, թե ատոմակայանի համար, երբ որ բեռը դրանից ներքև է իջեցնում, արդեն իրենց տեսակարար վառելիքի ծախսը մեծանում է, օգեգեն փոքրանում է, հետո ջերմային ռեժիմների խնդիր է առաջանում, շատ արագ օրվա մեջ մի քանի անգամ տես բեռ վերցնել, իջացնելը, երբեմն նաև կայանը կանգնացնել, հաջորդ օրը նորից թողարկելը, բերում է մետաղի արագ ծերացման, կապիտալ վերանորոգման ժամկետների կրճատման, նոր ծախսերի, այս իմաստով ինքը լուրջ խնդիր է, եւ լուրջ խնդիր է հատկապես ատոմակայանի մասով, որովհետեւ եթե ջերմային կայանը անվտանգության տեսանկյունից զուտ տեխնիկական իմաստով է խնդիր առաջացնում, իսկ ատոմակայանի համար դա արդեն լրացուցիչ ավելի մեծ ռիսկեր է բերում իր հետ, այս ստեղծված հարցը եւ այդ տանիքները էլի մյուս երեսը հարցի Եվ հակառակ դեպքում, երբ որ իրենք հանկարծ անպամում է եղանակը կամ օրը փոխվում է հաջորդ օրվանից անցրավ, իրենք անմիջապես այդ 450 մեգավատը վերադառնում են պահանջարկին են մասնակցում։ Եվ այսինքն ստացվում է մի իրավիճակ, որ դու մի օր կարող ես ջերմային կայանը կանգնացնես, մյուս օրը միացնես, հաջորդ օրը խորը բեռնաթափես, հետո նորից իսկ դա անթույլատրելի ռեժիմներ են էներգետիկայում շահագործման տեսանկյունից։ Հարցի լուծման համար մի քանի հիմնական ուղղություն կա, որը որ պետք է անենք, ես բազմիցս այդ մարդին արդեն հասցրել եմ տարբեր առիթներով ասել, տարբեր լսարաններում, համար առաջին լուծումը դա հայ-իրանական նոր օդային գծի կառուցումն է, համար առաջինն է, որ պետք է հասցնենք անենք։ Երկրորդ լուծումը դա արդեն ակնարկեցի այդ մասին, գիտությունը զարգացել է, բարեբախտաբար սակագները իջնում են եւ արդեն իրացնելի է դառնում մեր քաղաքացիների, մեր երկրի համար այդ տեխնոլոգիաները կուտակիչ ակումուլյացիոն կայաններ կառուցելու համար։ Այսինքն, եթե մենք առաջիկայում դրա օրենսդրական դաշտը մշակենք եւ լիցենզավորման գործընթացը կարգավորենք եւ սկսենք ներդրողներին առաջարկով հանդես գալ պետությունը, որպեսզի կարողանան կուտակիչ արևային կայաններ կառուցել, խոշոր կայանների մասին, էլի խոսք ասենք ենթադրենք մի 200 մեգավատ-ժամ կամ 400 մեգավատ-ժամ, որ ցերեկվա այդ ավելցուկ արևը, պայմանական ավելցուկ արևը, ինչի հետևանքով մենք այդ բեռնաթափումներն ենք անում, կուտակեն այդ տվյալ սուբյեկտները շուկայից գնեն այդ բանը, հետո օրվա հաջորդ ժամերին ավելի թանկ գնով կարող են դա վաճառել, կարգավորումներից մեկը դա է, երկրորդ հիմնական կարգավորումներից մեկը մի քիչ դա կարող է դժգոհություն առաջ բերել հասարակության լայն շրջանակների մոտ, բայց մենք արդեն հասել ենք այդ կետին, որ պետք է այդ մասին իրար ուղիղ նայենք եւ խոսենք դրա մասին, էլի ոլորտը զարգացնելու համար ի սկզբանե մենք տվել ենք այդ հնարավորությունը քաղաքացիներին, որ արևային կայան կառուցեն իրենց տանիքներին, ավելցուկը ուղարկեն հեծում կուտակեն մի ամբողջ տարի, հետո տարվա վերջում կամ սպառեն կամ հաջորդ ֆինանսական տարվա սկզբին փոխհաշվարկ կատարվի դրամական բանդով հետ տան քաղաքացուն, բայց արդեն հզորությունները հասել են այն մակարդակի, որ մենք այլ գործիք պետք է ստեղ կիրառենք։ Գործիքը հետևյալն է, մենք պետք է փորձենք անցնել ոչ թե տարեկան հաշվարկի, այլ ամսեկան հաշվարկի։ Այսինքն ըստ էության վատ կողմը այս որոշման որն է, որ քաղաքացուն էլ չենք տալիս այդ հնարավորությունը կուտակելու եւ սպառելու այդ լայն հնարավորությունը, բայց դրանով նաեւ կարգավորում ենք իմ մատնանշած ռեժիմային խնդիրները, որը որ երկրին հետա պահում այդ ամեն ինչից էլի։ Եթե ամփոփենք, բան ապրես։ Բան ցույց արձագանքելու բան ունեք։
Այլ հարցեր կան, վերջի հարցնել, եթե կա չկան ելույթներ, ենթադրում եմ չկան, բան Մեսրոպյան, եթե ամփոփելու բան ունեք, որ կիսաթողեցիք, խնդրում ամփոփեք։ Դե լիագումար նիստին ավելի մանրամասն կներկայացնեմ եւ այդ ճիշտ է արդեն նախորդ գործընկերոջ մասով նշեցիք, որ նպատակը մեր նման կառույցների տուգանելը չի, ես լիարժեք կիսում եմ ձեր կարծիքը, բայց դա էլ է աշխատանքի մաս կազմում են իմաստով, որ տուգանքներն էլ տարբեր տեսակի են լինում, երբ որ տվյալ ընկերությանը մենք տուգանում ենք կանոնները խախտելու համար, քաղաքացիների նկատմամբ համապատասխան սահմանված ցուցանիշները չապահովելու համար, բայց երբեմն նաև տուգանում ենք սուբյեկտներին նրա համար, որովհետև էլի կանոն են խախտել, ասենք լիցենզավորված անձ է եկել, շինարարության լիցենզիա ստացել արևային կամ որևէ տեսակի կայան կառուցելու եւ նշված ժամանակահատվածում ինքը ասենք բան չի արել, այդ շինարարությունը չի իրականացրել, գործող կանոններով այդ բանկում երաշխիքային գումարից պետք է բյուջե հետ փող բերենք, այսինքն սենց գործողություններ էլ ա եղել, ինչի արդյունքում որ պետքա իհարկե արվի, բայց համաձայն եմ ձեր այդ պարոն Թունյան, որովհետև երբ որ քաղաքացին բողոքում է երկարատև հոսանքազրկումից, հաճախակի հոսանքազրկումից, անորակ էլեկտրաէներգիա մատակարարելուց, ստեղ միայն տուգանելով տվյալ ընկերությանը հարցը չի լուծվում։ Պետք է տեղ ավելի եւ լիագումար նիստում միգուցե նաեւ այդ մասին կխոսեմ, թե այդ բավական սրված հարցը հեծի հետ կապված անցած տարի եւ չեմ կարող հայտարարել, որ այդ հարցը լուծված է, բայց դրական դինամիկա կա, ներդրումային ծրագրերի հետ կապված բավական երկարատև աշխատել ենք իրենց հետ, թիրախները փորձել ենք ճիշտ ընտրենք, որ այս 25 թվականի ներդրումները այն ուղղությունների վրա անեն, որը որ առաջնահերթ պետքա բերի անջատումների կրճատման, լարումների կարգավորման եւ որակի ցուցանիշների բարելավման խոսենք։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Մեսրոպյան։ Հարցի քննարկումը ավարտվեց, մնացածը արդեն քալորիայի ընթացքում